2025 թվականին Հայաստանում արձանագրվել են կլիմայական էական շեղումներ։ Տարվա միջին ջերմաստիճանը գերազանցել է կլիմայական նորման, իսկ տեղումների պակասը զգալի ազդեցություն է ունեցել ջրային ռեսուրսների վրա։ Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Նրա ներկայացմամբ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 8,1 աստիճան Ցելսիուս, ինչը մոտ 1 աստիճանով բարձր է բազմամյա նորմայից։ Միաժամանակ տեղումների քանակը կազմել է նորմայի ընդամենը 81%-ը, ինչն ըստ Ազիզյանի վկայում է տարվա ընդհանուր չոր բնույթի մասին։ 2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճանները իրենց նորմաներից բարձր են եղել համապատասխանաբար 2,9 և 3,1 աստիճանով։ Ըստ դիտարկումների 2025 թվականը դարձել է 6-րդ ամենատաք տարին, սկսած 1935 թվականից։ Տարվա ընթացքում արձանագրվել են նաև ջերմաստիճանային ռեկորդներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31,3 աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2-ին և օգոստոսի 5-ին։ Օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում հասնելով համապատասխանաբար 41,9 և 41,5 աստիճանի և գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները, իսկ Արենիում այդ օրը գրանցվեց 42,6 աստիճան։ Իսկ այս տարվա նոյեմբերը եղել է երկրորդ ամենատաք նոյեմբերը 1935 թվականից ի վեր։ Նոյեմբերի 9-ին Կապանում գրանցվել է 27 աստիճան տաքություն, իսկ նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25,8 աստիճանի։ 2025 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արենիում 42,6 աստիճան օգոստոսի 2-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը -28,5 աստիճան հունվարի 30-ին։ Ազիզյանի խոսքով 2025 թվականի ձմեռը եղել է ամենաչորը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ձմռան ամիսներին տեղումների միջին քանակը կազմել է նորմայի ընդամենը 49%-ը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել գետերի հոսքերի և ջրամբարների լցվածության վրա։ Նա ընդգծել է, որ գետերի միջին տարեկան ելքերը հանրապետությունում կազմել են նորմայի 50-ից 90%-ը, իսկ հատկապես մայիս և հունիս ամիսներին գրանցվել են զգալի պակասներ պայմանավորված ձնածածկույթի ցածր մակարդակով։ Անդրադառնալով Սևանա լճին, կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում լճի մակարդակը նվազել է 55 սանտիմետրով և դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 1900 մետր, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ցածր է 17 սանտիմետրով։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև 2026 թվականի հունվարի և առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ հունվարի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտօդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտօդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9 ներառյալ։ Հունվարի 2-րդ և 3-րդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից հարավից ներթափանցող արևադարձային տաքօդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի 2-րդ տասնօրյակից առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա։ Ամսվա 3-րդ տասնօրյակներում ևս սպասվում է օդի զգալի տաքացում հարավ-արևմտյան օդային հոսանքների ներթափանցման արդյունքում։ Սուրենյանը ևս վստահեցրել է, որ ձյան վերջին առատ տեղումները նվազեցրել են ցրտահարությունների ռիսկը և այս պահին գյուղատնտեսության համար լուրջ վտանգներ չեն կանխատեսվում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։